մասին, բայց այսօր, հենց այսօր տարբեր ներկայացուցիչներ սակավախոս էին հարցեր էին հնչում լրագրողների կողմից եռատոնի մասին, Արցախի մասին, խուսափում էին հարցերից կամ նշում էին, որ այսօր իրենց համար ընդամենը զոհերի հիշատակը հարգելու օր է։ Ինչու ավելի հեշտ էր խոսել նախկինների թողաջառանգության վրա, թե խուսափում են տարածաշրջանային հայտնի իրողություններից։ Տեսեք, նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին եռատոնի առթիվ։ Իհարկե, այսօր Արցախը գերեվարված է, Արցախում այլևս հայկական ռազմական շքերթ չկա, բայց մայիսի 9-ը առնվազն վերջին 3 տասնամյակում Երրորդ հանրապետության տարեգրության մեջ նշվելու է որպես եռատոն, որպես հայնական մեծ պատերազմում հաղթանակ, որին մասնակցել են հայ ժողովրդի կես միլիոնից ավելի ներկայացուցիչներ, նրանցից 114 արժանացել են Խորհրդային Միության հերոսի, 26 արժանացել են 3 աշճանի ամբողջական փառքի իշխանանշանակիրներ են, 5 մարշալ ենք տվել, որոնցից մեկը ծովակալ, բազմաթիվ գեներալներ, ազգային դիվիզիաներից միայն հայկականն է, որ Թամանյանը 89-րդը, որ մասնակցեց Բեռլինի ազատագրմանը, Արցախի նվերսաֆարանի գլխավորությամբ, եւ բնականաբար Բեռլինի գրավողների ժառանգները, թորները 92 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին։ Ինչ պետք է ասեն կապիտուլյանտները, Զարա ջան։ Ասում են, որ եռատոն չկա, օրինակ Արմեն Գրիգորյանը Շուշից։ Դե եթե Արմեն Գրիգորյանն ու իր աշեֆը եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ինչ եք ուզում իրանցից։ Ես պարզապես զարմանում եմ, որ իրենք այսօրով անամոթության շքերթ են կազմակերպում եւ նույնիսկ գալիս են այստեղ, որովհետեւ ձեր նշած անձի եւ ԿՊԱ-ական ոչ խմբակը Նիկոլի գլխավորությամբ արեց այնպես, որ այսօր մենք եռատոնը նշում ենք մրմուրը մեր սրտում, որովհետեւ կրկնում եմ, եռատոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը Արցախի բանակի ստեղծումն էր եւ Շուշի ազատագրումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Պրագայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հիմա բոլորին մեղադրում է դրա մեջ, բայց պատմության մեջ ես ասել եմ, որ ինքը մնալու է որպես կապիտուլյանտ եւ Արցախ հանձնող։ Դրա մասին ոչ միայն մենք ենք ասում նրան դիմախոսները, այլ նաեւ իր սիրելի եվրոպական պաշտոնյաներից մեկը Ժոզեփ Բորելը, որն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է ով ուղղակիորեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Պարոն Շարմազանov, ամեն դեպքում Փաշինյանը դեռ իշխանության է, այլ ընտրանքը որն է սպահին եւ արդյոք այն օրակարգերը, որ հիմա առաջ են բերվել, իմ մասնավորի impeachment-ի օրակարգը հնարավոր կդարձնի ձեր կողմից բարձրացված խնդրի լուծումը։ Զարա ջան, եթե մի բան ծամարության մեջ գրված է, տեսականորեն կա, ուրեմն կա շանս, որ գործնականում էլ իրականանա։ Մեկ տարի առաջ այսօրը մեզնից շատերը չէին պատկերացնում, որ հանրապետության հրապարակը կլցվի։ Ես կարող եմ ֆիքսել, որ մեկ տարի հետո հայրենասեր, ազգային արժեքներով ապրող մարդիկ ավելի են բազմացել ու շատացել կամ դարձի եկել կամ գիտակցությանը ավելի է հստակեցվել։ Պետք է չհանձնվենք, ամենակարևորը հավատարիմ մնանք եռատոնի գաղափարին եւ բոլոր ազգային ուժերով, բոլոր մարկանցով ում համար որ եռատոնի խորհուրդը թանկ է, ռեսուրսներ հավաքագրել, ճիշտ ծրագիր իրագործել եւ իրականացնել այն քայլերը, որից մեզից պահանջում է մեր հայրենիքի շահը։ Պարոն Շարմազանov, Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում է, սա դուք ինչպես կմեկնաբանեք, որտեղ բազմաթիվ մեկնաբանություններ կան, որ Օրինակ ինչպես մեկնաբանեմ, ասեք մեկնաբանեմ։ Ձեր մեկնաբանությունը Դարձի շրջանը սյուր։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվան արդյունքներին չի հավատում, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը այնքան որ վնաս հասցրել է հայ-ռուսական հարաբերությունների, մեկ էլ այդքան վնաս հասցրել է Արցախին ու Հայաստանին։ Ինչու է գնացել այնտեղ? Գնացել է այնտեղ, որովհետև լավ չի կողմնորոշվում ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու։ Հիմա հենց հասկանա, որ ուկրաինական ճգնաժամը ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, ելի մենք ականատեսը կլենք Վլադիմիր Վլադիմիրովիչ սպասիբների շարքին։ Հենց Աստված չանի Ռուսաստանը անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է,
Այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքը դասական առումով թուրքամետ գործիչ է։ Ինքը սպասարկում է տարածաշրջանում Թուրքիայի շահերը եւ ինքը Հայաստանը դարձրել է նաեւ փաստացի, երբ որ Էրդողանի գիրքը վերցրեց եւ Սեխմեսի կրծքին, Հայաստանը դարձել է թուրքական շահերի սպասարկման վայր, պանթուրքիստների ֆուրերի համար ճանապարհ։ Նրա նպատակը եղել է ոչ թե արևմուտք գնալը, այլ նպատակը եղել է ռուսական ազդեցությունը այստեղ թուլացնել եւ դրա փոխարեն բերել թուրքական ազդեցություն։ Աժեմիկներ կներեք, պարոն Շարմազանov, ասում են դիմադիրներին օտար երկրյա ագենտներ եք, այնուհետև Գիտեք, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու գործիչ է, նրա խոսքը ոչ մի արժեք չունի։ 2019 թվականի մարտի սկզբին Թեհրանում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքական դաշտը հեղված է օտարերկրյա գործակալներով։ 19 թվականի մարտի սկզբին։ Ես այն ժամանակ եզակիներից էի, առաջինն էի, կարծեմ միակն էի, երբ որ այդ ժամանակ պահանջեցի նրանից հրապարակել գոնե մեկ գործակալի անուն կամ հրահանգել ԱԱՑ-ին ձերբակալել եւ կալանավորել այդ գործակալներին։ Մինչեւ հիմա ձեզ մի հատ քաղաքական գործիչ 6 տարի անցել է։ Այլ երկրի գործակալ հայտնի է, առերևույթ Թուրքիայի շահերը եւ գործակալական գործողությունների մեջ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ կարելի է մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հրաժարվել են Արարատի խորհրդից, հրաժարվում են Եռատոնից, Արցախը հասնում են Ադրբեջանին, ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակ պահանջատիրությունից չեն խոսում։ Հայաստանը կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, անկախության հռչակագիրը, հայտարարում են, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Երեխեք ջան, Նիկոլ Փաշինյանից ու իր խմբակից ինչ եք սպասում։ Զարմանում եք, ասում եք X մարդ է եկավ ասեց իմ համար սա եռատոն չէ, բայց մարդիկ եկել են օրը ցերեկով մեր հայնիկը հանձնել են Թուրքին։ Այսօր էլ զբաղված են Հայաստանի Հանրապետության ազգային նկարագրի ու անկախության հռչակագրի վերացումով։ Մարդը ուղիղ եթեր է մտել, հրապարակային ձեզ հասել է, որ նոր սահմանության մեջ ինքը չի ներառելու անկախության հռչակագիրը։ Ու դրանից հետո զարմանում եք։ Մի զարմացեք։ Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ որպես իշխանության աղբյուր միակ գործոն ճանապարհի Նիկոլ Փաշինյանին իրենց տուն։ Պարոն Շարմազանov, ելույթը Մոսկվայում վերջերս շատ բուրըն քննարկվեց։ Հիմա օրինակ դուք սպասում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ձեր ելույթի նման ելույթ ունենալ Մոսկվայում կամ այդպես խոսեն, թե էլի բարբարական։ Դուք ինձ վիրավորում եք, երբ որ ինձ համեմատում եք իր հետ։ Տեսնեմ։ Прости, но